Բարև ձեզ։ Գլոբալացման process-ներին զուգահեռ աշխարհում շարունակում են ակտուալ մնալ ազգային ինքնության հարցերն ու հատկապես մտահոգությունները։ Ազգային ինքնության պահպանումը մտահոգում է ոչ միայն փոքր ազգերին։ Հայկական ինքնության խնդիրների մասին այսօր կզրուցեմ հոգեբան Երևանի Պետական համալսարանի եւ Գևորգյան հոգեվոր ճեմարանի դասախոս Հրաչյա Հովհաննիսյանի եւ միջազգայնագետ Վահագն Վարդանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, երևի հարցը առաջին ուղղեմ ձեզ, որովհետև դուք ձեր աշխատանքային գործունեությանը զուգահեռ նաև զբաղվում եք ազգային ինքնության խնդիրների ուսումնասիրությամբ։ Աշխարհը այսօր գլոբալացման ճանապարհով է ընթանում եւ այդ process-ին զուգահեռ կարծես թե ձգտում կա նաև ազգային ինքնությունը պահպանելու։ Ինչու ձեր կարծիքով, ինչ կարիք կա։ Գլոբալիզացիան ընդհանրում է որոշ չափով նաև սահմանների մեղմացում, եթե ոչ ընչացում, գլոբալիզացիա վերացում, գլոբալիզացիա ընդհանրում է տարբերությունների ավելի նվազեցում, սակայն ինչպես վերջին 1 տասնամյակի գործընթացներն են ցույց տալիս, այստեղ տարբեր երկրներ, գրեթե ամբողջ աշխարհում այդ միտումը կա, փորձում են իրենց ինքնուրույն որևէ յուրահատուկ տար կամ տարեր ներկայացնել աշխարհին։ Իհարկե էմոցիոնալ կամ մշակութային առումով այստեղ նույնպես կան շարժառիթներ, բայց կարծում եմ, որ շարժառիթների հիմնականը ռացիոնալ, երևի թե ավելի շատ տնտեսական, ինչ որտեղ նաև քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ լինելով յուրահատուկ կարող են ուղղակի ինչ որ չափով, ինչ որ բնագավառում լինել առանձնահատուկ, ինչ որտեղ նաև վաճառել ինչ որ մի յուրահատուկ ապրանք, խոսքը նաև ծառայությունների մասին կարող է գնալ, այսինքն աշխարհի քարտեզի վրա պատկերվել կամ հիշվել կամ թեկուզ օգտագործենք մի շատ ավելի երևի ծեծված տերմին, բառ բրենդավորվել յուրահատուկ կերպով։ Կարծում եմ, որ դա շատ ավելի ռացիոնալ, քան էմոցիոնալ շարժառիթների հիման վրա է։ Հայերի համար էլ ռացիոնալ, թե հիմնականում մեր էմոցիոնալ է։ Ես չեմ կարող չափել, թե որ ինչ աստիճանի ռացիոնալ, ինչ աստիճանի էմոցիոնալ, կա իհարկե իրացիոնալ կամ էմոցիոնալ, ոչ ռացիոնալ մասը, որը կարծում եմ այս հարցում պետք է լինի նվազագույնը, որովհետև մենք ունենք մեր ինքնությունը, մեզ պետք չէ այդ ինքնությունը ստեղծել, կան երկրներ, որոնք շատ թույլ միջազգայինորեն շատ թույլ ինքնություն ունեն եւ փորձում են, աշխատում են ամեն կերպ ստեղծել, անգամ պատմությունը ստեղծել։ Մենք դրա կարիքը չունենք, սակայն մենք ունենք մի մեծ խնդիր, որը կայանում է նրանում, որ մեր մասին շատ մեծ ճանաչելիություն, մեր ճանաչելիությունը շատ սահմանափակ է, եթե օրինակ վերցնենք հայկականը կամ հայկական ցանկացած բան, եթե ավելի մի փոքր ճանաչված է, Հայաստան պետության ճանաչելիությունն է ցավոք սրտի ավելի սահմանափակ, ել չեմ ասում մեր ամենահայաշատ քաղաքի ճանաչելիության մասին, Երևանի ճանաչելիությունը, որը խիստ սահմանափակ է, եւ այս ամբողջը այդ ինքնությունը կրելու, ինքնությունը ապրելու, ինքնության հիման վրա երկրի հեղինակության եւ բրենդի ձևավորման անհրաժեշտությունն է առաջացնում։ Պարոն Վարդանյան, մեր ինքնությունը պահպանելու ռացիոնալ պատճառները ո՞րոնք կարող են լինել։ Նախ եւ առաջ մենք պետք է միշտ հասկանանք, որ մենք համաշխարհային ազգ ենք։ Եվ կան շատ քիչ թվով, երևի 2-3 դասական խիստ չափանիշների համաձայն ընդամենը 2 ազգ, որոնք համապատասխանում են դասական առումով սփյուռք ունենալու սփյուռք հասկացողությանը, դիասպորիկ ազգեր են համարվում, որից մեկը մենք ենք, եւ այդ չափանիշներից մեկն էլ այն է, որ մեր ազգի գերակշիռ մեծամասնությունը գտնվում է Հայաստանից դուրս, այսինքն կոնկրետ հայրենիք ասված տարածքի սահմաններից դուրս։ Եվ լինելով համաշխարհային ազգ, մենք ունենք այդ իհարկե նաև պարտավորվածությունը կարողանալ այդ ինքնությունը կրել եւ ճիշտ ներկայացնել։ Եթե մենք վերցնենք տարերը, հիմնական 5 տարեր գոյություն ունեն ինքնությունը հիմնված է այդ 5 տարերի վրա, ցանկացած ազգային ինքնություն, դրանք են մշակույթը,
արյունը, կրոնը, լեզուն եւ քաղաքացիությունը։ Տարբեր երկրների դեպքում ինքնության հիմքը տարբեր, օրինակ եթե վերցնենք ֆրանսիական ինքնության հիմքում մշակույթն է։ Եթե վերցնենք ընդհանրենք Լատվիան, լատվիական ինքնության հիմքում լեզուն է։ Մեր ինքնության հիմքը հստակ չի լինի ասել, որ մեկ տարրն է, որովհետև մեր դեպքում թե արյունն է եւ հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ երևի թե ամենաշատ հանդիպող պատասխան ովքեր են հայերի կողմից արձագանքվում է առաջին քրիստոնյա պետություն արտահայտությունը, այսինքն սա ընդգծում է նաև կրոնի հայկական եկեղեցու դերը որպես ինքնության տարր, այսինքն արյուն, կրոն, այստեղ նաև շատ կարևոր է լեզուն, քանի որ մեր ինքնության հիմքն է եղել դարերի ընթացքում, մշակույթը, այսինքն այս 4 տարրերը մեր ինքնության քիչ թե շատ հավասարաչափ պայմանավորող չափանիշներ են, բայց ոչ քաղաքացիությունը։ Քաղաքացիությամբ ինքնության երկրներ կան, բազմաթիվ երկրներ կան, նույն Սինգապուրը, որտեղ ես ապրում եմ արդեն երկար տարիներ, կամ նույն Կանադան, Ավստրալիան, Միացյալ Նահանգները, այնտեղ ինքնության հիմքում քաղաքացիությունն է։ Մեր ժողովրդի դեպքում շատ հաճախ քաղաքացիությունը ուղղակի կլինի դա Եգիպտոսում ապրող հայ, կլինի Ավստրալիայում, թե Սինգապուրում, թե Կանադայում ինքնության հիմքում չի դրվում քաղաքացիությունը։ Եվ որ այն հարցին, թե ինչու մենք պետք է դա կրենք, ձևավորենք, անհրաժեշտությունը կանում է նրանում, որ մենք սփյուռք լինի, թե Հայաստանում լինի, մենք պետք է հասկանանք այն պատասխանատվությունը, որ մենք կրում ենք որպես համաշխարհային ազգ։ Որն է այդ պատասխանատվությունը, որ մենք կրում ենք։ Պատասխանատվության հիմքում ոչ թե ինտեգրման, այլ ասիմիլյացիայի նվազեցումն է կամ ասիմիլյացիայի բացառումը։ Գալիս ենք ինքնապահպանմանը։ Այո, ինքնապահպանմանը, որը շատ ավելի հեշտ է այսօր աշխարհում, այդ ասիմիլյացիան շատ ավելի հեշտ է։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, ձեր կարծիքով ինչու են ազգային ինքնության հարցերը այսքան մտահոգում մեզ։ Ձեր հարցի պատասխանը կփորձեմ սկսել մի պարադոքսալ հարցով։ Հոգեբանական տեսանկյունից ազգությունն է, որ պիտի պահպանի ինքնությունը, թե ինքնությունն է, որ պիտի պահպանի ազգությանը։ Այսինքն այստեղ առաջանում է անհատի եւ մեծ խմբի հարաբերության հարցը։ Անհատական մակարդակում ինքնությունը յուրաքանչյուր մարդու կողմից բացատրելու առումով խիստ դժվար է, համարյա անհնար։ Եվ այս տեսակետից ինքնությունը ավելի շուտ զգացողություն է, պատկանելության զգացողություն, եւ եթե այդ զգացողությունը հաճելի է անհատի համար, ապա նա ձգտում ունի պատկանելության այդ զգացողությանը, ուստի եւ կփորձի որոշակի ատրիբուտներով հաստատի իր պատկանելությունը տվյալ խմբին։ Եթե սա մենք վերցնում ենք խմբային մակարդակով, խմբային մասշտաբով, ապա մշակույթը, որ ձևավորվում է ժամանակի ընթացքում, այսպես կոչված կենթանի գործընթացում, իր հերթին ստեղծում է այն ատրիբուտները, ինքնաբերաբար առանց որևէ նպատակի, որոնք հետագայում դառնում են անհատների համար կրվող որոշակի հատկանիշներ։ Այս երկու կողմերի մի կողմից ներդաշնակությունը, համատեղելիությունը, մյուս կողմից բախումն է, որ առաջացնում է նման տիպի խնդիրներ։ Մարդը ցանկացած խմբի մեջ ներգրավվում է որոշակի մոտիվներից ելնելով, խմբային ապահովության զգացում, որևէ ինքնահաստատում այդ խմբի կազմում, սոցիալական եւ նաեւ ֆիզիկական անվտանգություն։ Եվ մենք լինելով տարբեր խմբերի անդամներ, յուրաքանչյուր խմբում ակնկալում ենք այդ զգացողությունը ունենալ։ Ինչքանով որ այդ զգացողությունը մենք ունենում ենք, այդքանով տվյալ խումբը դառնում է համար էտալոնային։ Որովհետև հնարավոր է, որ մենք ներգրավված լինենք նաև այնպիսի խմբերում, որոնք մեզ համար էտալոնային չեն։ Աշխատանքային տարբեր խմբեր դրանք կարող են լինել եւ այլն, եւ հոգեբանության, սոցիալ հոգեբանության մեջ կա շատ կարեւոր մի հասկացություն, այս առիթով աֆիլիացիայի երևույթն է դա, ժառանգորդականության, որդեգրման այս հասկացությունը, որ երկու ստեկ պետք է տեղ ունենա, այսինքն մի կողմից անձը ձգտում է կրել տվյալ խմբի հասարակության, համայնքի մշակութային արժեքները, նորմերը, մյուս կողմից այդ
մեծ խումբը ընդունում է այդ մարդուն, այսպես կոչված որդեգրում է նրան, որպես այդ արժեքների կրողի։ Եվ այստեղ եթե մենք նայում ենք ուսումնասիրության տեսանկյունից, օբյեկտիվ, որպես օբյեկտ ենք դարձնում ինքնությունը, բնականաբար շատ բաներ են մտնում դրա մեջ, եւ անձի պատկերացումները, եւ մշակութային առանձին տարրերը, եւ այսպես կոչված պրոպագանդան, PR-ը, այս բաները մտնում են եւ մենք կողքից կարող ենք դրան գիտական հնչողություն հաղորդել եւ ուսումնասիրել, սակայն որքանով է յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր անհատ, որը կրում է այդ նորմերը, որքանով է նա նույն ձևով արտացոլում այդ հատկանիշները, ինչ ձևով որ ձևավորված են տվյալ հասարակության մեջ։ Իսկ ազգային ինքնության մեր պատկերացումները հստակ են։ Անհատական մակարդակով ոչ։ Այսինքն հենց դա է ամբողջ հարցը, որ յուրաքանչյուր մարդ ինքը իր ձևով, ելնելով որոշակի դաստիարակությունից, կրթությունից, գիտելիքներից, իր փորձից կարող է յուրովի մեկնաբանել այդ իր պատկերացումները, սրանք սոցիալական կարծրատիպավորման վրա են հիմնվում։ Բայց եթե նայում ենք օբյեկտիվ տեսանկյունից, ինչպես որ պարոն Վարդանյանը թվարկեց, հատկանիշներ, սյուներ, հենքեր եւ այլն, դրանք միանշանակ են բոլոր տեղերի համար։ Ամբողջ հարցը ներդաշնակությունն է, համապատասխանելիությունը, ավելի շուտ կարելի է խոսել որքանով է անհատը համապատասխանում իր ներքին զգացողություններով խմբային արժեքներին, այսինքն նույնն է թե որքանով է ինքը կոպիտ ասած լավ զգում այդ հասարակության մեջ։ Քանի դեռ մեր ազգի ներկայացուցիչը իրեն լավ չի զգում ազգային որևէ խմբի խմբակցության, ուրեմն ներսում, կարելի ասել, որ ինքնությունը այստեղ թույլ է։ Ազգային ինքնությունը։ Ազգային ինքնության մասին է խոսքը, եթե նա որևէ ազգային խմբում, համայնքում, որևէ մշակութային միջոցառումների ներքո ինչքանով իրեն լավ զգա, այնքանով կնշանակի, որ նա ձգտում կունենա բարձրաձայնել, արտահայտել եւ նաեւ ներշնչվել համապատասխան ձևով, որպես այդ ինքնության կրողը եւ այդ ինքնության զգացողությանը։ Այստեղ ես ավելի շատ անհատական մակարդակում ինքնությունը դիտարկում եմ ավելի շատ որպես զգացողություն, քան որպես պատկերացում։ Իհարկե պատկերացումները խիստ անհատական կարող են եւ ստերեոտիպերի, կարծրատիպերի հիմքում կարող են դրված լինել։ Մեծ հաշվով արդեն տրվում են այդ կարծրատիպերը հասարակության կողմից ինքնաբերաբար եւ նաեւ թիրախավորված եղանակով եւ հաճախ մարդիկ չեն էլ նկատում եւ չեն էլ զգում ինչպես են իրենք դառնում այդ ստերեոտիպերի ընդունողը, անտենան, ընդունիչը որոշակի ձևով եւ ինքնաբերաբար փորձի տարիների շփումների ընթացքում դրանք արդեն անձի մեջ կարծրանում ձևավորվում են եւ մարդը կարող է հպարտանալ մի այնպիսի բանի համար, որի հիմնավորում ամենևին չունենա։ Այսինքն ինչ որ մի ազգային արժեք բարձրացնելը, հպարտանալը դրանով հաճախ լինում է դատարկողի վրա անհատական մակարդակում։ Ես կարծում եմ, որ պետական կամ ազգային ու ավելի շատ պետական անկազմակերպվածության արդյունքում է, որ այդ զգացողություններն ու պատկերացումները անհատական մակարդակում երերուն հողի վրա են։ Մեր ինքնության ավելի լայն կրումը հայության կողմից կնպաստի մեծապես, ես վստահ եմ, կնպաստի սփյուռքի, իսկն ոչ սփյուռքահայ հայերի սփյուռքահայ դառնալուն եւ սփյուռքահայերի ավելի ակտիվ ներգրավմանը Հայաստանում որպես հայ ազգի ներկայացուցիչներ, քանի որ մենք մի շատ մեծ խնդիր ունենք իմ խորին համոզմամբ մեր երկրի համար մեկ խնդիրը եւ ես կարծում եմ, այսպես կարող եմ ասել, երկրորդ, երրորդ չկա, մնացածը չորրորդից են սկսվում, ժողովրդագրական է։ Մեր բնակչության, մեր երկիրը թերբնակեցված է, սա մեկ եւ այդ թերբնակեցված լինելով մեր երկիրը շատ վատ բաշխվածություն ունի, սա ռազմավարական նշանակության խնդիր է, շատ վատ բաշխվածություն ունի երկրում։ Եթե մենք վերցնենք Երևան քաղաքը,
էլի որպես ամենահայաշատ քաղաք, պայմանական ասենք 1 միլիոն կամ 1 միլիոնից մի քիչ ավել բնակչությամբ, ստացվում է ուրեմն աշխարհագրորեն թե հաշվենք մոտարապես Հայաստանի Հանրապետության տարածքի 0.6-7% կազմող Երևան քաղաքի տարածքն է, որտեղ ապրում է երկրի բնակչության կեսը։ Սա անգամ վտանգավոր է։ Եվ մենք հասնենք այնպիսի ուրեմն արդյունքի, որ արդյունավետ ներգրավումը Սփյուռքի հիմնականում հիմնված լինելով տնտեսական շարժառիթների վրա, ստիպելով իհարկե չի լինի դա անել, կամ համոզելով, էմոցիաների վրա խաղալով չի լինի այդպես։ Ուղղակի պետք է շահագրգռել, այդ մոտիվացիան է, որ կարող է ներգրավել ժամանակի ընթացքում, բերել, հասցնել մի կետի, ես վերջերս այդ ալիթով մի քանի անգամ այդ թիվը փորձել եմ շեշտել, ընդունենք պայմանական մի ռազմավարական նշանակության տարի սահմանվի, դա 2035 թիվ, երբ հայկական բնակչությունը, հայերի թիվը, այսինքն բնակչության թիվը Հայաստանում հասցվի 5 միլիոնի, այսինքն կրկնապատկվի։ Եվ սա նշանակում է հետևողական տարեցտարի մոտավորապես 4-5% աճ։ Կամք չկա այդ տնտեսական շարժառիթները ստեղծելու, կամք չկա այդպիսի դաշտ ստեղծելու, որպեսզի դրսից մարդիկ կան, ներդրումներ անեն եւ փորձեն իրավիճակը կամաց բարելավել։ Կամք լինելու հարցը ես տեսնում եմ հետեւյալ երկու մասով։ Նախ առաջինը ինտեգրված համալիր մոտեցումն է։ Կարող է կամքը լինել, բայց չլինի այդ ինտեգրված համալիր մոտեցումը, ընդհանրենք մի ոլորտում ինչ որ փոփոխություն պետք է անմիջապես ուղղակիորեն կապված լինի մեկ այլ ոլորտի փոփոխության հետ, այսինքն դա համալիր բնույթ պետք է կրեն, որովհետև ցանկացած նմանատիպ գործընթաց առաջացնում է ձնագնդի էֆեկտ։ Արտագաղթնելը ձնագնդի էֆեկտ առաջացնում, ներգաղթնելը ձնագնդի էֆեկտ առաջացնում։ Այսինքն եթե տեսնենք, մենք խոսում ենք շատ ներդրումների մասին։ Մենք կարող ենք ներդրումների ընդհանուր շրջանակը 3 մասի, 3 հարթությունների պայմանական բաժանել։ Հայկական ներդրումներ ներսում Հայաստանում, հայկական ներդրումներ Սփյուռքից եւ ոչ հայկական մնացած ամբողջ աշխարհից։ Ամբողջ աշխարհից ոչ հայկական ներդրողը, եթե ունի տարբեր տեսակի ներդրման հնարավորություն, հաց կառաջանա իր մոտ։ Հայաստանի մասին ավելի տեղյակ դուսն ապրող հայեր ինչու չեն ներդրումներ անում։ Նույնը այդ սփյուռքահայ ներդրողների, պոտենցիալ ներդրողների մոտ հաց կառաջանա, բա Հայաստանում ապրող հայերը ինչու չեն ներդրում անում, հենց մի բան էլ արտահոսք է գումարների տեղի ունենում։ Այսինքն տվյալ միջավայրի ստեղծումը առաջին հերթին պետք է նպաստի մեր այստեղ տեղական ներդրողների ներդրման ծավալների ավելացմանը, եւ սա իհարկե ամեն ինչ ակնկալիքների հետ է կապված, այսինքն թե որքանով է վստահությունը, որ խաղի կանոնները չեն փոփոխվի եւ համալիր բնույթ է կրում եւ եթե սան անդրադառնում ենք, ես երկրորդ մասն էլ ասեմ, որ այդ համալիր բնույթը, ինտեգրված բնույթը չի աշխատի, եթե չլինի ամենակարևորը հետևողականությունը։ Այսինքն այդ քայլերի հետևողականությունն անհրաժեշտ է ապահովի, որովհետեւ տեղական ներդրողը ներդրում անի, տեղականին նայելով սփյուռքահայ ներդրում անի եւ ոչ հայը նաեւ ներդրում անի։ Պարոն Հովհաննիսյան, հայերի գոյատևելու հոգեբանությունը ինչպես է անդրադարձել մեր ինքնության ընկալման վրա։ Ես դա ինքնության հետ այդքան չեմ կապում։ Պարզապես եթե մենք չիմանայինք, որ մենք գոյատևել ենք, ոչ մի ձև չէր անդրադառնում այս վրա, այստեղ ավելի շատ ինֆորմացիոն կողմն է, այսինքն ինչ է թելադրվել մեր ընկերին, մեր ականջներին, հա, ինչ ենք մենք կարդացել պատմության գրքերում, այսինքն կոնկրետ անձը, անհատը չի զգում առանց այդ ինֆորմացիայի չի զգալու իր գոյատևված լինելը, որովհետև մի բան է անհատական գոյատևում, մի բան է ազգային մակարդակի գոյատևման մասին խոսել, այսինքն այստեղ գոյատևում կոնցեպտի խնդիրն է, թե մենք գոյատևում կոնցեպտի տակ ինչ ենք հասկանում, ինչ է հայ անհատի համար գոյատևումը իր անձնական կյանքում եւ ինչ է իր համար գոյատևումը դասագրքային առումով, այսինքն մենք հայերս այսքան հազար տարվա պետություն եւ այն, որը ինչ որ առումով թելադրված է անձի համար։
անկախ մեզանից, որ երկիրներ մենք գնում ենք, մի տեսակ կարծես թե օտարների փեշերից քաշելով համոզում ենք, որ մենք այն ազգի ներկայացուցիչն ենք, որը գոյատևել է, տեսեք, այդ ես եմ, դա թերարժեքության ավելի շուտ բարդույթի հետ կարող է կապված լինել։ Լավ կլինի, որ ոչ թե մենք ստիպենք, որ այդ տեսեք ես եմ այն անձը, այն անհատը, որը գոյատևված ազգի ներկայացուցիչ է կամ այսպիսի մեծ գործերի արդյունք տված ազգի ներկայացուցիչ, այլ այնպիսի մի գործունեություն ծավալեմ, որ իրենք հետաքրքրվեն, թե դու ով ես, հա, ու ասեն այ ինքը հայ է։ Մենք այսօր անում ենք անկախ մեզանից հակառակ process-ը։ Մենք փոխանակ մեր արարքով, մեր գործունեության արդյունքներով ապացուցենք, ցույց տանք, թե ով ենք մենք առաջինը փորձում ենք, որ նրանք տեսնեն մենք ով ենք, հետո նոր գնահատական տան մեր գործունեության արդյունքներին։ Մենք կազմակերպված ձևով չենք ներկայանում, այլ էմոցիոնալ, հուզական ասպեկտով ենք ներկայանում։ Մի ուրիշ հարց էլ կա, որին ես անդրադառնում եմ հաճախ, դա մեր ասացվածքներից է, մեր խոսքերից, մեր ասույթներից, որը ես որևէ այլ լեզվով օրինակ չեմ լսել այսպիսի արտահայտություն, մերն ուրիշ է։ Մենք մերն ուրիշ է արտահայտության տակ հասկանում ենք բոլորս էլ ինչի մասին է խոսքը, լավի իմաստով, բայց յուրաքանչյուր բառ ծրագրավորում ունի, չէ՞, եւ գալիս է նաեւ բխում է մեր ենթագիտակցական հուզական նաեւ կողմերից, այսինքն կարող ենք այսպես բացել. լավ է այն ամենը, ինչ որ ուրիշ է։ Եթե մենք մի քիչ դարձենք, մի փոխակերպենք այս արտահայտությունը։ Այսինքն մենք անդադ ձգտել ենք օտարին, լավին, որ բանը ուրիշին, որպեսզի լինի լավը։ Մենք իհարկե մեր մեջ գիտենք, մերն ուրիշ է, մենք նկատի չունենք ուրիշինը։ Սա ենթագիտակցական է, բայց միևնույն ժամանակ դրա տակ կոդավորված է ուրիշինը ավելի լավն է տարբերակը եւ այստեղից նաեւ մեր թերարժեքությունը եւս կարող է բերել մեզ խոցման։ Դասագրքերը մեր մեջբերումները անում ենք մեր աղբյուրներից, դրանք երևում են նաև ֆիլմերում, կինոներում, դասագրքերում եւ այլն։ Լավ կլինի նաև, որ շատ շեշտադրվեն օտար աղբյուրներ, օտարների կարծիք, ոչ թե մենք փորձենք մեր մեջից դուրս բերենք։ Այսօր եթե մի միջազգային խնդիր լինում է, հեռուստաեթերում կամ ինչ-որ տարբեր դեբատների ժամանակ սկսում են քննադատել, առաջին հայացքից բոլորս պատկերացնում ենք, որ հիմա սա լսում են բոլոր երկրներում, բայց իրական դա լսում ենք մենք։ Սա պիտի բարձրաձայնվի կազմակերպված ձևով դեպի դուրս, ոչ թե դեպի ներս։ Օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2 նախարարություն խիստ պետք է զբաղվի այս հարցերով։ Մեկը արտաքին գործոս նախարարությունն է, որ պետք է մեկը մշակույթի նախարարությունն է։ Այստեղ ավելի շատ գովազդի PR-ի խնդիր կա։ Այսինքն ինչպես մեր պրոդուկցիան, ես ճակերտավոր ասած, մշակութային պրոդուկցիան ներկայացնենք դուրս։ Բայց այնպես է ստացվել, որ այսօր արտաքին գործոս նախարարությունը հիմնականում զբաղվում է ստրատեգիական, ռազմավարական ինչ-որ հարցերով, ավելի ճիշտ սա չի դիտում։ Սա չի դիտարկում, հա, որպես ռազմավարություն, մենք ունենք հիմնական պատերազմող երկիր ենք ունենք կոնֆլիկտ, այդ հարցերով է հիմնականում զբաղվում, իսկ մշակույթի նախարարությունը կարծես զբաղվում է ներքին գործերով, մշակութային, ֆինանսավորելով այս կամ այն ուրեմն միջոցառումը, բայց լավ կլիներ նաև որ բավականաչափ ուշադրություն դարձվեր այդ պրոդուկցիան արտաքին աշխարհին ներկայացնելու PR-ի հարցերով, որովհետև այն հազվագյուտ բաները, որոնք դրսում բարեհաջող ներկայացվել են, հատուկ կամ միամիտ, բավականին արագ արձագանք է ստացել, որպես հայկական, ճանաչվել է եւ այլն։ Ցավոք սրտի մենք միշտ ներփակված դեպի ներս կոլապս ենք ստեղծում անընդհատ։ Դեպի ներս է ուղղված մեր բոլոր մտորումները, մեր բոլոր գովասանքները, մեր բոլոր դրական կողմերի արտահայտությունը դեպի ներս է ուղղված։ Ես կարծում եմ մի քիչ պիտի բացվենք եւ դեպի դուրս ներկայացնենք, որ այսուհետ դրսից խոսեն մեր մասին եւ
ոչ թե մենք խոսենք մեր մասին։ Պարոն Վարդանյանը դրան ասում է բրենդավորենք։ Փորձենք հասկանալ։ Դա ասեմ, մենք կարողանանք հասկանալ նախ որ ասում եք հոգեբանորեն ինչպես դա կարելի անել, հասկանանք տարբերությունը հպարտության եւ ինքնահավանության։ Որտեղ մենք հպարտ ենք կամ արդյոք հպարտ ենք թե ոչ, եւ որտեղ մենք ինքնահավան ենք եւ այդպեսին ենք թե ոչ։ Մենք ունենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, իհարկե ցանկացած բան ունի դրական եւ բացասական կողմը, միշտ մետաղադրամը մյուս կողմն ունի, չէ՞, միշտ։ Եվ եթե մենք վերցնում ենք այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, մենք ծնվում ենք, ապրում ենք մի միջավայրում, որտեղ մենք մշտապես զգում ենք հոգեբանորեն ենթագիտակցաբար կոտորվելու, ջարդվելու, տառապելու վտանգը։ Եվ սա մեզ դրդում է ստեղծել մեր շուրջային պատը, մշակութային պատը, որը մեզ պաշտպանում է, ինչ որտեղ նաև դեպքեր են լինում, երբ որ մեզ խանգարում է։ Եվ այս առումով, քանի որ մենք շատ միատարր ենք, որ ունի հսկայական շատ մեծ առավելություն իհարկե, ազգային առումով միատարր ենք, այդ հանգամանքը նաև որոշ չափով նաև խոչընդոտ է այն առումով, որ մենք քիչ ենք շփվում, այստեղ նկատի ունեմ մեր ժողովուրդը քիչ է շփվում այլ ժողովուրդների հետ։ Երբ որ դուք ասում եք, հարց եք բարձրացնում, ինչպես կարելի է հոգեբանորեն դա անել, իհարկե դա շատ լուրջ խնդիր է, սակայն երևի թե գաղտնիք չի լինի ասել, որ մեր իրականության մեջ, սա նաև ինչ որտեղ նախկին տասնամյակներից էլ ազդեցություն ունեցող մի հանգամանք է, մենք բավական դժվարությամբ ենք ընկալում տարբերություններ։ Եվ քանի որ տարբերությունները դժվարությամբ ենք ընկալում, այդ թվում տարբերությունները մեր ժողովրդի մեջ գտնվող տարբերություններն ենք դժվարությամբ ընկալվում, որը նաև առաջացնում կամ առաջացնում է նույն սփյուռքի ներգրավման արդյունավետության սահմանափակումները առաջացնում։ Մենք ուղղակի կարողանանք հասկանալ, որ ազգերի մեջ մենք էլի լինենք հպարտ, մեր ամեն ինչով, մեր մշակույթով լինենք հպարտ, բայց մենք հասկանանք, որ ազգերի մեջ չկա ճիշտ եւ սխալ։ Ազգերի մեջ կան տարբերություններ, մշակույթների մեջ կան տարբերություններ։ Այդ տարբերությունների հիման վրա այն ինչ որ մենք ունենք, նախ մենք շատ երևի թե անփույթ ենք վերաբերվում այն ամենին, ինչ որ մենք ունենք։ Մի օրինակ բերեմ, եթե ինչ որ մի բան ներկայացվում է մեկ այլ երկրի կողմից, պայմանական ընդունենք մեր հարևան երկրի կողմից, մենք ասում ենք դե աշխարհը մեկը գիտի թե ինչն է ճշմարտությունը։ Աշխարհը ոչ մի բան էլ չգիտի։ Իհարկե ոչ մի բան չգիտի։ Գիտնականները բազմիցս փաստում են, որ մենք դուրս ու տեսնում ենք, որ մենք պարտվել ենք։ 5 կամ 10% գիտի, այն մարդիկ, ովքեր ուզում են իմանան, կիմանան, բայց մեծամասնությունը, ջախջախիչ մեծամասնությունը չգիտի այդ ամենը։ Մենք ուղղակի ենթադրում ենք, որտեղ մենք համարում ենք, որ մենք արդար ենք եւ աշխարհը գիտի դրա մասին, աշխարհը չգիտի դրա մասին։ Որպեսզի մեկ այլ օրինակ բերեմ, մենք հասկանալու համար մեր ինքնությունը, մենք պետք է նախ հասկանանք, որ մենք ինքներս մեր համար շատ մեծ մի գործիք, այսպես ասեմ, պայմանական բառ օգտագործեմ, գործիք շատ սխալ ենք օգտագործում։ Աշխարհագրական, ֆիզիկական աշխարհագրական առումով մենք գտնվում ենք հայկական բարձրավանդակի վրա։ Մեզանից բացի մենք երևի մի 10%-ն ենք կազմում այդ աշխարհագրական տարածքի։ Այդ տարածքի վրա գտնվում են, այդ բարձրավանդակի վրա գտնվում են շատ երկրների մասեր։ Դե ոչ ամբողջությամբ համենայնդեպս մասեր գտնվում են։ Մասնակիորեն գտնվում են, այո։ Մենք չենք կարողանում ներկայացնել մեզ որպես Armenian Highlands կամ հայկական բարձրավանդակ, Armянское Nagorье ասվածի մի մաս, չգիտես ինչու, կպնում ենք Կովկասին, կամ կպնում ենք այլ տեղեր։ Մենք ունենք աշխարհագրորեն, դա գիտեք ինչի նման մի բան է։ Օրինակ կա երկիր, որի անունով օվկիանոս կա քաղաքակրթություն, որի անունով օվկիանոս կա, Հնդկաստան օվկիանոս։ Մենք ունենք հայկական բարձրավանդակ, որը մենք ընդհանրապես չենք օգտագործում։ Այդ անվանումը ընդհանրապես իսպատ բացակայում է մենք մեզ ներկայացնելու այդ ամբողջ ձևաչափի մեջ, այդ շրջանակի մեջ չի մտնում։ Դա պատմական անվանումն է, ժամանակակից աշխարհագրության։ Դե պատկերացրեք, կան երկրներ, որոնք այդ պատմական անվանումները չունեն, որոնք արհեստականորեն փորձում են, ստեղծում են կամ ջանք են գործադրում ստեղծելու եւ ամեն գնով փորձում են դա ներկայացնել։ Մենք ունենալով համարում ենք դե հենց այնպես դե կա, թե մենք ունենք դա ինչ որտեղ երևի անփութություն է իմ կարծիքով, որ մենք չենք կարողանում դա
ճիշտ ձևով ներկայացնել։ Այն ինչ որ մենք ունենք, փաստացի, պետք չէ ոչինչ բան ստեղծել։ Տեսեք, շատ առարկայական խոսակցություններ կային տարիներ առաջ, հիմա էլ կան, երբեմն այդ խոսակցությունները մեջտեղ են գալիս նորից, որ մենք կարող ենք բրենդ դարձնել, օրինակ այն փաստը, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք, առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք եւ այլն։ Բայց գործընթացներ կան մեր երկրում, որոնք հատուկ են սեկուլյար պետությանը եւ միանշանակ չէ, որ դա ընդունելի է այդ փաստը դարձնել բրենդ։ Ձեր կարծիքով դա կաշխատի իբրև բրենդ կամ ինչ կտա մեզ, եթե փորձենք այսպիսի մի բան անել։ Ինչպես արդեն նշեցի, երևի թե ամենատարածված պատասխանը ովքեր են հայերը, հայերի կողմից տրվող պատասխանը հենց դա է, որ հայերն առաջին քրիստոնյա երկիրն են, ժողովուրդն են, այդպես են ներկայանում։ Իհարկե, որպես շատ ինքնատիպ մի երևույթ կամ փաստ, դա ներկայացնելը եւ առաջ մղելը շատ լուրջ մաս կարող է լինել մեր երկրի ժողովրդի, բայց առաջին հերթին խոսենք երկրի, Հայաստանի մասին, Հայաստանի Հանրապետության մասին, ներկայացման հարցում։ Հասկանանք մի բան, որ բրենդավորումը դա փոստային քարտ վաճառել չի կամ այդ փոստային քարտի վրա պատկերվող նկարի վաճառքը չէ, պատկերի վաճառքը չէ։ Եվ դա արհեստական մի բանի վրա ստեղծելը ուղղակի դատապարտված է ձախողման։ Քանի որ կարող ես լավ փաթեթավորված մի անորակ ապրանք ներկայացնել, վաճառել, բայց հետո այդ մարդը լավ փաթեթավորված ապրանքը կբացի եւ կտեսնի, որ որակը շատ ցածր է, այսինքն ավելի լավ է չանել։ Մենք չենք համապատասխանում։ Չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ, հեսա կասեմ։ Մենք հասկանանք, որ դա ավելի լավ է չանել, քան անել։ Իսկ այն ինչը որ փաստի մեր իրոք ինքնության տարերի վրա է կառուցված, դա ուղղակի մենք պետք է հասկանանք, դա այդ հեղինակությունը, ես այսպես ասեմ, այդ բրենդը մի քիչ ավելի արհեստական բան է, որը հիմնված պետք է լինի հեղինակության վրա։ Կարծում եմ, որ այսօր ժամանակակից քաղաքակրթության այնքան էլ հետաքրքիր չի առաջնայնությունը, առաջինը լինելու։ Շատ հաճախ տեղեր կան, որտեղ վերջինը լինելը ավելի շահեկան է։ Շահեկան է, այո։ Այստեղ արդյունքների խնդիր է։ Լավ առաջինն եք, հետո ինչ որ մեկը երկրորդն է, հետո ինչ որ մեկը երրորդն է, ինչ որ մեկը վերջինն է տարբերակով։ Այսինքն առաջնորդությունը այսօր առաջինը լինելու մեջ չի ժամանակակից աշխարհում, այլ վաստակ ունենալը, արդյունք տալը առաջին։ Թողնում ենք առաջինը, արդյունքի իմաստով ինչ պետք է մեզանից սպասեն։ Սա ինչպես կարող ենք բրենդ դարձնել, այսինքն ինչ շեշտադրումներ կատարելով։ Ինչքանով ենք մենք արդարացրել այդ կոչումը։ Եվ աշխարհը, հետաքրքրված աշխարհը, հա, որին պետք է որ հետաքրքրենք մենք, բրենդը դրա համար է։ Ինչ է շահել դրանից։ Այսինքն ոչ թե մենք ինչ ենք շահել դրանից, որը մեր ազգապահպանության հետ կարող է զուտ կապված լինել, այլ մենք մեր բրենդով պիտի հետաքրքիր լինենք օտարի համար, աշխարհի համար ավելի շուտ։ Նա պիտի տեսնի, թե ինքը ինչ է շահել նրանից, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, մեզ պիտի արդարացնենք ցանկացած առաջնայնության պարագային։ Բայց այսօր իսկ կարող ենք արդարացնել։ Իհարկե կարող ենք, եթե կազմակերպված լինենք։ Բայց այսօր շատ ենք ուրախանում գաստրոնոմիական առաջնահերթություններով, տոլման հայկականն է, ինչ որ գամփրշունը հայկական է, շատ բաներ կան, որոնցով իհարկե մենք ուրախանում ենք, որ գրանցվել են որպես հայկական կամ ոչ դուք հայկական է, բայց մենք պիտի նայենք, թե դա որքանով է շրջադարձային եղել պատմության համար, որքանով է դա արժեքավոր, ում որ մենք դա ներկայացնում ենք։ Այսօրվա պայմաններում երկրները մեկ այլ քաղաքակրթություն, այսպես ասեմ, նվաճում են իրենց մշակույթով։ 20 տարի առաջ, 30 տարի առաջ մարդիկ կորեական մշակույթի մասին շատ քիչ բան գիտեին։ Այսօր շատ տարբեր տարածաշրջաններում, կոնկրետ Արևելյան Ասիայում դա մասսայական բնույթ է կրում կորեական ֆիլմերը։ Կորեական ֆիլմերին հաջորդեց կորեերեն լեզվի
նկատմամբ հետաքրքրություն, այսինքն ուղղակի կարողանանք մեր մշակույթը դարձնել ավելի հետաքրքիր, իհարկե տարածենք հայկական միջավայրում հայերի մեջ, այդ թվում դուրսն ապրող հայերի եւ կարողանանք տարածել դուրսը եւ էլի կուզենա այստեղ շեշտել, որ մենք չպատկերացնենք, որ բրենդավորենք, այս ինչը բրենդավորենք, այնինչը խոսքը գնում է երկրի ինքնության, ազգի ինքնության հիման վրա ձևավորված հեղինակության զարգացման եւ այդ հեղինակության հիման վրա նոր բրենդի, որովհետեւ երկրները ապրանքներ չեն, երկրների բրենդավորումը դա մարքեթինգային գործողություն չի կամ գործունեություն չէ, այստեղ դա կլինի ուղղակի միջոցների վատնում, հուսախաբություն եւ հետագայում նմանատիպ գործունեության պոտենցիալ գործունեության ձախողում, եթե ուղղակի վերցնել եւ ասել այսինչ բանը վերցնենք բրենդավորենք, այդպես չի լինի։ Մենք ունենք շատ լուրջ հիմքեր, որի հիման վրա կարող ենք ձևավորել մեր երկրի հեղինակությունը։ Ուղղակի դա հետաքրքիր դարձնենք։ Մենք ունենք ցավալի մի փաստ, որ Հայաստանը, Երևանը որպես քաղաք, որպես մեծ քաղաք եւ Հայաստանը որպես շատ ակտիվ տարածաշրջանում ոչ մեկուսացված տարածաշրջանում գտնվող երկիր տնտեսապես շատ մեկուսացված է տարածաշրջանային կամ ավելի լայն առումով համաշխարհային գործընթացներից հիմնականում կարող ենք ասել, որ շատ բաներ անցնում են մեր կողքով եւ այդ հեղինակության ներկայացումը չվախենանք այնինչ որ մենք ունենք ներկայացնենք։ Ես այստեղ մի փոքր համաձայն չեմ պարոն Հովհաննիսյանի հետ, քանի որ աշխարհում մարդիկ բացարձակ ընկալումներով են շատ դեպքերում առաջնորդվում։ Կուզենանք համաձայնենք թե կամ համարենք դա լավ թե վատ, բայց այդպես է։ Երկրներ կան մի բան ունեն, որը չգիտեմ, առաջինն է, ամենաբարձրն է, ամենամեծն է, այս ամբողջի հիման վրա կարողանում են ձևավորել իրենց դրսից մարդկանց ներգրավման ամբողջ ստրատեգիան։ Հիմա այսպես ասենք, ընդհանրենք Բայկալ լիճն ամենախորն է։ Իհարկե կա նաև երկրորդ ամենախորը, երրորդը, չորրորդը, բայց դա չի խանգարում, որպեսզի ներկայացնեն այդ լիճը, կամ չգիտեմ, ամենաբարձր լեռը, կամ ամենաերկար գետը, կամ մարդու կողմից ամենաբարձր ջրվեժը ստեղծված։ Այսինքն այդ ամենաների վրա է ստեղծվում, կամ առաջինները շատ կարևոր են իհարկե։ Լավ, իսկ ձեր կարծիքով, այսինքն ես այդպես հասկացա ձեր ասածից, որ մենք պիտի ավելի շատ ազգային ինքնության վրա կենտրոնացած քաղաքականություն վարենք, թե չէ, Երկիրը կարողանա գտնել այն ոլորտները, դա ռազմավարական նշանակության հարց է, որի հիման վրա մենք կարողանանք ներկայանալ աշխարհին։ Այդ ոլորտները կլինեն, ընդհանրենք, կրթության ոլորտը, դա կլինի նույն որ շատ ավելի մասսայական է դառնում կամ որի մասին շատ են խոսում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, կլինի տուրիզմը, կլինի մեկ այլ արտադրության, սննդի արտադրություն, կլինի ոսկերչություն, ցանկացած բան մենք հաշվի առնենք մի բան, որ մի փաստ, որ մենք ունենք լուրջ տրանսպորտային խնդիր, այսինքն ոլորտների նախանշման եւ զարգացման հարցում տրանսպորտային խնդիրը շատ կարեւոր դեր կկատարի, բայց ոլորտների զարգացումը մենք այստեղ հիմա եթե վերցնենք նույն այդ IT ոլորտի զարգացումը կամաց ոլորտն իր տեղը սկսում է գտնել հետևողական աշխատանքի շնորհիվ։ Լուրջ քայլեր են արվում կրթության ոլորտը դարձնելու տարածաշրջանի եւ ինչու՞ չէ նաեւ շատ ավելի լայն մասշտաբի ոլորտ, որը կներկայացնի երկիրը դուրսը։ Այնպես չի որ վերցնենք այս ինչ բանը սկսենք ներկայացնել գումարներ հսկայական ծախսենք, այդպես չի լինի, որ այդ գումարները ծախսելով ներկայացնենք եւ մարդիկ կիմանան, որ մենք ունենք դա։ Մենք կարող ենք ձևավորել հետեւողական քայլերով տվյալ ոլորտը եւ կամաց դա 1-15 կամ 1-5-10-20 տարվա բան չի, դա անընդհատ process է։ Եվ այլ եմ ասում, սա պրոյեկտ չէ, որ պետք է ունենա սկիզբ եւ վերջ։ Սա մշտական process է, քանի որ գործընթաց է, քանի որ աշխարհում շատ խիստ մրցակցություն կա եւ մրցակցությունը խորանում է։ Մենք սկսեցինք հաղորդումը նրանց, որ ասում էի հաց տվեցիք գլոբալիզացիայի հետ կապված, որ ազգերը ունեն փորձում են երկրները փորձում են իրենց ուրույն տեղը գրավել եւ սա տնտեսական հարց է։ Մենք կարողանանք այնպես անել, մենք տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող երկիր ենք եւ այնպես անել, որ դրսից մարդիկ հետաքրքրված լինեն մեր երկրով։ Այդ գումարը չուղեն ընդհանրենք նույն Վրաստան գնալով
գնալուն, կամ Վրաստանում ներդրում անելուն, հյուրանոց ստեղծելուն եւ այլն, կան այստեղ դա անեն։ Եվ ինչքան դժվար է կողքն ունենալով համաչափ կամ սահուն զարգացող երկիր, այստեղ նույնպես դա անել։ Մենք ուղղակի պետք է կարողանանք այս իրավիճակում լինել երևի ավելի հետևողական։ Պարոն Հովհաննիսյան, մենք շատ հաճախ կենտրոնանալով ինքնության վրա, ինքնության հարցի վրա կորցնում ենք միջավայր, այսինքն այն ամեն ինչը որ պիտի ձևավորի այդ ինքնությունը։ Եվ այդպես էլ մնում ենք ինքնության գաղափարախոսության եւ ինքնության տեսլականի կոնցեպտների, ըմբռնումների վրա։ Եթե մենք թեկուզ առանց մոռանալու ինքնության հարցը ուղղակի ժամանակավորապես մեր ուշադրությունը թեքենք այդ մյուս բաների վրա, կարծում եմ ինքնությունը կդառնա պարզապես հետևանք։ Այլ ոչ թե սկզբնապատճառ։ Կարծում եմ մենք ոչ թե պետք է ինքնությունից սկսենք, որ ինչ-որ բանի հասնենք, այլ պետք է ինչ-որ բանի հասնենք, զարգացնենք, որ համապատասխան ինքնությունն էլ դրսևորվի կամ ձևավորվի, եթե պետք է։ Մենք հայտնի է բոլորին երևի մեծամասնությանը կհամաձայն ինձ հետ, որ մենք պատմական ազգ ենք ոչ միայն պատմության գրքով, այլ նաև մեր ներքին անհատական զգացողություններով։ Մենք ավելի շատ կենտրոնանում ենք անցյալի վրա, քան ներկայի ու ապագայի վրա։ Այս իմաստով էլ ենք մենք պատմական, մենք սիրում ենք մեր անձնական պատմությունները, բայց մեր տեսլականները, մեր երևակայությունը, մեր կանխատեսումները գրեթե ուշադրություն չենք դարձնում։ Որովհետև կարծում եմ, որ պատճառներից մեկը այդ միգուցե արտահայտությունը ճիշտ է, դատարկ ինքնության վրա կենտրոնանալն է, առանց ռեզուլտատների, արդյունքների, առանց որևէ հիմնավոր ինչ-որ շրջապատման, էկոլոգիական չի մեր մոտեցումը։ Մենք պետք է էկոլոգիան էլ հաշվի առնենք, մշակութային եւ հոգեբանական, սոցիալ հոգեբանական էկոլոգիան, թե ինչ պարարտացված հողի վրա պիտի դրսևորվի աճի մեր ինքնությունը կամ երևա այդ ինքնությունը։ Իհարկե, մեր ինքնության արմատները շատ խորն են, բայց ափսոս, որ ծառը այնքան էլ երևացող չէ բոլոր մնացած ծառերի մեջ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար եւ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այսօր հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի եւ միջազգայնագետ Վահագն Վարդանյանի հետ զրուցում էինք ազգային ինքնության խնդիրներից ու մտահոգություններից։ Կհանդիպենք։